Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս տարի իր ամանորը նշել է երկրից դուրս՝ Եգիպտոսում։ Այս մասին տեղեկացանք դերասանուհու ինստագրամյան հարթակից, որտեղ նա մի շարք հրապարակումներ է արել։ Ռոզան կիսվել է հանգստից գեղեցիկ կադրերով և անկեղծ տրամադրությամբ։ Հատկանշական է նշել, որ Ռոզա Դավթյանը բավականին ակտիվ է սոցիալական հարթակում։ Նա հաճախ է իր հետևորդների հետ կիսվում ինչպես աշխատանքային, այնպես էլ առօրյա դրվագներով։ Վերջին շրջանում Ռոզան սթորի բաժնում կիսվել էր հայրիկին նվիրված հրապարակմամբ։ Նա տեղադրել էր արխիվային լուսանկարներ և հրապարակմանը կից գրել. «4 տարի առաջ հոկտեմբերի 28-ին մենք մնացինք առանց քեզ, պապ։ 4 տարի ես չեմ զանգել քեզ։ 4 տարի քեզ համար սուրճ չեմ դրել։ 4 տարի քեզ չեմ օգնել խանութի գործերում։ 4 տարի ամեն առավոտ չես հանել ինձ քնից, ասել, որ աղջիկն այդքան չի քնի։ 4 տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի։ Դու ինձ չես տեսել հիմա, 4 տարի հետո։ 4 տարի քո ծնունդը չեմ շնորհավորել, չեմ խոսացել որսից։ Թռչուններից, կրակելուց ես քեզ սպասում եմ, պապ։ Գոնե հիմա արի, 4 տարի հետո։ 4 տարի, ու ցավը էն ա, որ մի ամբողջ հավերժություն մենք քեզ չենք հանդիպելու։ Իմ ապրվելիք ոչ մի օրում ես քեզ էլ չեմ տեսնելու, երբեք»։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում հաճախ է կիսվում առօրյա մանրամասներով։ Star News-ը հետևել է Ռոզայի էջին, ով օրերս մի քանի հրապարակում է արել։ Նախ հետևորդներին ցույց է տվել իր նուրբ ու նոր մատնահարդարումը։ Կիսվել է մազերի խնամքից ստացած և իրեն գոհացրած արդյունքով։ Ինչպես նաև հրապարակել է մայրիկի հետ նոր լուսանկար։ Դերասանուհին ուրախությամբ նշել է նաև, որ արդեն սկսել է պատրաստվել ամանորյա տոներին։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։ Ես հասա իմ երկրորդ լոկացիան, քիչ-քիչ պատրաստվում եմ ամանորին, հետո չեմ հասցնելու գիտեմ, իմ կիրակիների ազատ օրերի հաշվին ես իմ գործերն եմ այսենց անում։ Համ ամանորյա խմորեղենները կամրագրեմ, համ այսօր երեկոյան տունը հավաքույթ ունեմ, դրա համար պիտի վերցնեմ խմորեղեններ, ու մի հատ էլ եթե հասցնեմ ձեր համար ներսում դեգուստացիա կնկարեմ, որ ծանոթանաք համերին, եթե ինչ իմանաք, ինչ պատվիրեք և որտեղից։ Գնանք տեսնենք ինչ ենք վերցնում, ներսանց ինձ նկարում եմ, ամիկին ասում եմ, նկարեմ, ասում եմ չեմ վերցի։ Գնանք տեսնենք ինչ ենք վերցնում ու դեգուստացիա անենք միասին։ Ռոզա Դավթյանը վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանումներից հետո Instagram-ի սթորի բաժնում հրապարակում է արել, ցույց տալով, թե որքան հոգնած է։ Հրապարակմանը կից նա գրել է. «Ուժերս հատել են։ Աչքերս թող խոսեն իմ փոխարեն»։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք հրապարակած հոլովակները։ Նախագիծը դեռ առաջին սերիաներից գրավեց բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալի գլխավոր կերպարները՝ Հենրին և Անգելինան, շատ արագ դարձան սիրված զույգ։ Շատ սուր էին քննարկումներն այն մասին, որ հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում է զույգին տեսնել նաև միասին իրական կյանքում։ Սակայն, ինչպես հայտնի է, թե Ռոզա Դավթյանը և թե Լևոն Մկրտչյանը ամուսնացած են։ Այս կարճ ժամանակահատվածում նրանք միասին անցել են մեծ էմոցիոնալ ուղի։ Հատկանշական է նաև նշել, որ երկուսն էլ իրենց կերպարներին մոտեցել են լուրջ ու պրոֆեսիոնալ կերպով։
Օրերս Ռոզան իր ինստագրամում նոր հրապարակում էր արել։ Նա հուզվել էր կրկին դիտելով սերիալից հատվածներ և իր ապրումներով կիսվել էր էջում։ Հրապարակմանը կից Ռոզան գրել էր. «Իմ էմոցիաները սերիան նայելուց։ Անգելինան ուղղակի կերպար չդարձավ իմ համար։ Մտավ իմ սիրտ ու կմնա մի անկյունում միշտ, ինչ էլ որ լինի։ Ուրախ, տխուր, պարտված ու հաղթանակած բոլոր պահերը ես Անգելինայի հետ հավասար ապրում եմ։ Ինչ խոսք, սերիան հեքիաթային է ու լուսավոր, անգամ հուզվել եմ»։ Ինչպես Ռոզան նշել է իր ինստագրամյան հրապարակմամբ, թիմը կարողացել է ստեղծել մի նոր հուզիչ տեսարան։ Թվում էր այլևս նոր բան ստանալն անհնար է, բայց թիմի ընդհանուր աշխատանքի շնորհիվ ունեցանք մի տեսարան, որը վստահ եմ երկար կհիշվի։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին, սցենարիստ Նարեկ Մանուչարյանին և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին։ Ջերմ խոսքեր ուղղել նաև իր խաղընկեր Լևոն Մկրտչյանին, գեղեցիկ համագործակցության համար։ Մի շատ հետաքրքիր բանի շուրջ էի մտածում ու ասացի ձեր հետ էլ կիսվեմ։ Տեսարանը, որ ես ու Լևն ենք խաղացել, մի քանի օր առաջ, նախորդ շաբաթվա մեջ էր սերիան կարծեմ, կդնեմ լինկը, դուք էլ գնացեք նորից նայեք, արդեն ուրիշ էմոցիաներով ու նախապատմությամբ։ Իրականում գիտեք, մենք մի տարի շուրջ խաղում ենք պրոյեկտում ու այդ անիրական սիրո պատմության հետ կապված ամեն ինչ խաղացել ենք ըստիս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ գրեթե մենք ամեն ինչի մասին խոսել ենք, 1000 անգամ իրար ասել ենք, որ սիրում ենք, պայքարել ենք, սիրուն տեքստեր ենք ունեցել, սիրուն տեսարաններ, սիրուն դրվագներ, ու թվում էր, թե ամեն ինչ մաքսիմալ ասված է, այսինքն նոր բան, նոր նյութ չկա, որ մենք ձեզ փոխանցենք, բայց այդ տեսարանում այնքան նոր էր ամեն ինչ, այնքան ուրիշ էր ամեն ինչ, այնքան ասելիքով էր ամեն ինչ։ Եթե մինչև այդ տեսարանը ինձ հարցնեին հնարավոր է ինչ-որ նոր բան գրել, որ այդքան խորը սրտիդ կպնի, այդքան նոր ասելիք ունենա, այդքան նոր հնչի առհասարակ, ես կասեի չէ։ Բայց հիմա ասում եմ, որ առանձնահատուկ տաղանդ պիտի մարդ ունենա, որ նախ կարողանա ստեղծի նման տեսարան և երկրորդ գրի այնպիսի բառեր, որ յուրաքանչյուր բառը նոր լինի, նոր։ Ամենադիպուկ բառն է այդ տեսարանի հետ կապված նոր, այդ տեսարանը ինքն իրանով նոր էր ու ընտիր էր։ Շատ շնորհակալ եմ մեր պրոդյուսերին Դիանա Գրիգորյան ու սցենարիստին Նարեկին Մանուչարյան, որ այդ տեսարանը առաջին հերթին ստեղծել են, ու շնորհակալ եմ, որ մեզ էր վստահված։ Ու շնորհակալ եմ նաև մեր թիմին, որ այդքան սիրուն, հաջող, ստացված, լուսավոր, ընտիր նկարել է։ Ու շնորհակալ եմ Լյովին, որ տենց սիրուն